Սիրելիներս ողջույն, ինչպե՞ս եք։ Մենք լավ ենք եւ ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք։ Դե ինչ, այսօր լինելու է տնական տաքուկ վլոգ։ Մենք ի վերջո մեր բալկոնը, պատշգամբը, կամ չգիտեմ էլ ոնց են ասում, վերջացրեցինք, ժողովուրդ, իրականում ուզում էի նկարահանել այդ process-ը ցույց տալ, բայց այս քանի օր մեր Լիոն քաղաքում բուք ու բորանա 2 օր առաջ մեզ մոտ շոկ էր, արև էր, խեղտոց էր, պլաժի եղանակ էր, 2 օր հետո դարձավ բուք ու բորան։ Ես չեմ հասկանում ոնց կարա տենց ռեսկի փոփոխություն լինի, բայց դա կոնկրետ Լիոն քաղաքի իզյումինկան է, որ ասում է ինքը, էդի ինքը լավ է կարում, էդի անի ցրտից շոկ, շոկից ցուրտ, բարից բուն իմաստով ցուրտ, չեմ ասում ուղակի սենց սառնոտ եղանակ։ Դրա համար որ անկեղծ ասեմ, արագի մեջ շուշուտ գործը արել ենք, որովհետև թե չէ ցուրտ էր, իսկ նկարահանելով ավելի երկար, ավելի մանրամասն ցույց տալով, չէ, խոսելով երկարատևում, որ անկեղծ ասեմ, Արմենը մեղքս եկավ, ասեցի լավ, սպասի դու քո գործը արա վերջացրու, ես հետո ժողովրդին ցույց կտամ մեր պատրաստի պատշգամբը։ Եկեք բալկոն ասեմ, հա, ինձ թվում է, որ մեր հայրի 70% բալկոն է ասում։ Դե ինչ, հիմա գնալու ենք բալկոնը ցույց տամ, բայց մինչև այդ ուզում եմ նայեք մի փոքրիկ գովազդ։ Սիրելիներս, մի փոքրիկ գովազդ իմ ալիքում, գիտեմ որ սովոր չէ, բայց ինձ թվում է ինձ սիրելով անպայման կդիտեք ու անպայման եթե հնարավորինս լինի կաջակցեք։ Դե ինչ, գիտեք շատ լավ որ Սերինը սիրում է մեր հայրենակիցներին աջակցել, ովքեր գտնվում են հայրենիքից հեռու, հայրենիքից դուրս։ Դե ինչ, այսօր ուզում եմ խոսել մի նորաբաց խանութի մասին, որը գտնվում է Նիմ քաղաքում եւ իհարկե մեզ ներկայացնում է բազմաթիվ ապրանքանիշեր հայկական, ռուսական եւ եվրոպական։ Սիրելիներս, խանութը նոր է բացվել մեր հայրենակիցների կողմից եւ եթե մենք լավ հայ լինելով կարող ենք աջակցել մի փոքրիկ գնումով, ապա ինչու ոչ։ Դե ինչ, հասցենք թողեմ ներքևի հատվածում, եթե դուք ապրում եք մոտակայքում կամ ինչու ոչ հենց Նիմ քաղաքում, կխնդրեի այցելել եւ աջակցել, որպեսզի մեր հայրենակիցների բիզնեսը ծաղկի եւ բարգավաճի։ Եթե ուզում եք մեկս մյուսից թերթիկունք լինել, ապա դա ճիշտ ժամանակն է։ Չէ՞ որ մեկս մյուսից օգնելով մենք ավելի հզորանում ենք եւ ուժեղանում ենք։ Եվ մի խնդրանք է, երբ որ գնաք այդ խանութ, գնումներ կատարելիս շատ կխնդրեի, որ ասեք, որ Սերինեի հոլովակից եք ճանաչել եւ եկել։ Դա պարզապես ինձ համար մի բոնուս է, որը ինձ հաճելի կլինի իմանալ, որ իմ գործը իզուր չէ։ Շատ շնորհակալ եմ։ Ինչ, սպասում եմ, որ գնանք։ Նայեցիք գովազդը։ Հուսով եմ, որ խնդրանքս չեք մերժի։ Դե հիմա ինչ ենք անում։ Գնում ենք բալկոն։ Գնում ենք մեր բալկոնը։ Իհարկե ձևավորումը տենց չեմ արել, ինչու, որովհետև դեռ ցուրտ է, բայց միգուցե ռիսկս հավաքեմ, ուժերս հավաքեմ, դուք ուղղակի չեք կարող պատկերացնել ինչ ցուրտ է եւ իհարկե ձևավորեմ։ Դե ինչ ժողովուրդ հիշում եք, ես մեր գնաց Եռանկյունի գեղեցկությունը, իհարկե մենք Եռանկյունի չէինք գնել, շատ լավ հիշում եք իր ձևեր, ինքը սենց քառակուսի կտորներ էր, որը վերածվեց այսպիսի գեղեցկության։ Եկեք սենց ցույց տամ։ Նայեք, սեղանը ու աթոռների ցելոֆանը նույնիսկ հանված չի վրայից, շորերը այստեղ եմ գցել ինչու, որովհետև անձրևային եղանակ է մեզ մոտ եւ իհարկե անհնար կլիներ, որպեսզի ես լրիվ վերջնական արդյունքի բերեի։ Իհարկե այս գնացս կուզենայի, որ վերջնական ավարտվեր, ոտքս ընկնի մեր խանութ, անպայման կառնեմ, երևի թե ամբողջովին կանաչով կավարտեմ, որ այս հայլին երևի թե արդեն 4 տարի է ես եմ կպցրել այստեղ ու նայեք, հա, Արմենին չոգևորեք, Արմենի բերան լեզու չդնեք։ Սիմետրիկ չեմ կպցրել, դեպի դուրս եմ շատ արել, դեպի ներս քիչ եմ արել, դրա համար ինքը որ նայեք սիմետրիկ չի, այս խազերը ժողովուրդ կեղտոտ չի, ուղղակի պարզապես չի անցնում, հա, ինչ է ուզում ասեի, այսպես որոշեցինք անենք, միգուցե հետո լույսեր անեմ,
Սեղան էստեղ եմ դրել, սրանք արդեն ունեի, գիշերը ամբողջ օրվա ընթացքում արևից ծերեtka վերցնում, լիցքավորվում է ու հետո օրվա վերջից աչքերից լույս է գցում, սրանք նույնպես, սրանք էլ եմ գնել, էլի նույնպես լույս է տալի, այս սետկան տեսնում եք ժողովուրդ, սա փիսիկների համար արված, որովհետև մեծ փիսոս 3 անգամ անկել պատուհանից, երկնում եմ, պատուհանը բաց է արել, հայլա չկա ու ինքնասպանա ուզեցել լինի, մի խոսքով այդ դեպքերից խուսափելու համար որոշել ենք փակենք, որպեսզի այն երկրորդ փիսիկը ընդհանրապես իրան չորոշի դերնետի, այսպես մեր մոտ վերանորոգումները դեռ շարունակվում է շենքի, համերը ավարտել են այս շենքի վերանորոգումը, պատուհաններն են փոխում, հետո անցնելու են այս շենքին, հետո մեր շենքին։ Մի խոսքով մեր թաղամասը դառնում է թազա, թմբլ, թոթոլ թաղամաս։ Գեդինը այսպես ցույց տամ տեսնեք։ Այստեղ մենք գրիլի ապարատ ունենք, ուրախ հեսա, գրիլի ապարատ ունենք, պետքա լվանա մաքրեն, որովհետև ձմեռվա ընթացքում մնացել է բալկոնում, այստեղ սրանք պետք է դնեն այն անցումը պահեն, որ դուք չտենաք, հարթուկի սեղանի շորահանել եմ գցել եմ նորը պետք է գնեմ, այնտեղ վերջնամասում փիսիկների տուալետնա, բայց ժողովուրդ, փիսիկների տուալետը պետք է փոխեմ, սենց մեծը մի քիչ գնեմ ու փակ, որովհետև այս գլխի մասը որ կա, ես էլ փակ իրականում, բայց մեր մեծ փիսիկը չի տեղավորվում, չի կարողանում մտնի դուրս գա ու դրա իսկ պատճառով որոշել ենք այդ գլխի մասը հանել ենք, որ իրան հարմար լինի, բայց մեկ անգամ գնել էի, ուղղակի պարզապես գտա որ շատ մեծ, ասեցի վերջ տանում ենք հետ տանք, այն բանը որ ոչ մեկ տնից չի հիշում, որ ես այտենց մեծ իրանց համար տուալետ էի գնել, ու ասում է չեմ հիշում, բայց գնել էի, շատ մեծ էր, ուղղակի ասեցի լավ շատ է տեղից զբաղացնելու, սպասի տանենք հետ տանք, այն վաղ տելեպստալու էր ոնց ասեցի, մտնում էր մեջը, հելնում էր, դա այս պատճառով շուտով դրանից կգնեմ, որ փակ լինի, որովհետև բացը այդքան էլ հարմար չի, ձմեռը հա ոչինչ, բայց ամռան երբ որ բալկոնում ես նստում, այդքան էլ աչքին հաճելի չի էլի փիսիկների տուալետին մեկ ու մեջ նայել, ժողովուրդ, նույնց ցուրտ է, իրոք չի լինում երկար մնալ, բայց հեսա միասին այդ ինչ են ասում, սեղանների այդ տոպրակ-մոպրակը կանենք, սեղանների չէ, սեղանաթորի, մի երկու բան կանդեղ դնելու ծաղիկ կա կդնենք միասին այնտեղ, բալկոնը այդքանով կավարտենք, հետո ուզում ենք ինչ-որ վարագույրա տիպի բան քաշենք, հաստոտ, որ արևի ժամանակ եթե ուզենանք նստենք, ծածկենք, իրականում առաջ ունեցել եմ, բայց հաստ չէր, սենց բարակ ձյուլ էր, որը Ikea-ից էի առել ու սենց հավաքում կապում էի, ահագին արևից պաշտպանում էր, ուզում էի այս տարի էլ նույնը անեի, բայց Արմենը ասեց, որ չէ, արի ինչ-որ մի հատ սենց ավելի հաստոտ մի բան, դրա համար իմ մոտ հիվանդություն է, եթե զանավեսկան ծուրա, ես պետք է գամ տեսեմ ու նույնիսկ ասեմ ձեզի, որ երեխեքը հանգարց բալկոն են մտնում, հելնում ու զանավեսկան չեն դզում, գոռում եմ զանավեսկան, սամոսեցամ, հա, ինչ է ուզում ասեի, դա կանենք միասին ու ուզում եմ իրականում պաղպաղակ պատրաստել ու ինչու ոչ ձեզ հետ կիսվել իմ պաղպաղակ պատրաստելու ոճով, սիրունիկ ռոմանտիկ պաղպաղակներ ենք պատրաստելու մալինայով, սլիվկայով, մեկ էլ դուք շատ էիք հավանել իմ աղջիկա Նանիկի նկարած, ձեռքի նկարած աշխատանքները, շատերդ գրել էիք, որ Նանիկս շատ տաղանդավոր է, ժողովուրդ շատ շնորհակալ եմ ձեր բարի կոմենտարիաների համար, ինքը իրականում շատ փոքր տարիքից նկարում է, նկարչության չի գնացել իր ցանկությունով, որ անկեղծ ասեմ, միշտ ասել եմ Նանիկ, արի քեզ ուղարկեմ պրոֆեսիոնալ դպրոց, սովորի, ինչու ոչ զարգացրու, բայց ինքը չի ուզել, ասել է ես չեմ ուզում, որ ինձ ինչ-որ մեկը ասի ես ոնց նկարեմ, դրա այս պատճառով ինքը իր գիտելիքներով, ինչքանով որ ինքը իր միջից կարողանում է, այդպես էլ նկարում է, դիմանկարել է անում իրականում, ինքը իր պապիկի դիմանկարն է արել, մեզ հետ տարել էինք Հայաստան, շատ վաղուց ասեց քոնն էլ կանեմ ու տենց էլ մնաց, բայց լուհուսով եմ, որ կանի, պետք է նկար տամ, նկարով դիմանկարանի, բայց հիմա ինքը ահա որ զբաղված է, ժամանակ բացարձակապես չունի այդ իր ստաժերովկաներով, դրա իսկ պատճառով սպասում եմ,
Հա, ինչ ուզում, շատ շնորհակալ եմ, բայց նա միայն չի նկարում, նա բազմա տաղանդ աղջիկ է, դուրս ակալի ոնց որ գովամ իմ աղջիկան, բայց ինչով եմ ուրախ, որ ինքը հատուկ ոչ մի ուսուցիչից չի սովորել, հա, այն ինչ որ գիտի, ուզում եմ նաև իր ձեռքի աշխատանքը ցույց տամ, մի պահ հավեսով զբաղվում էր նաև դրանցով ու առիթից օգտվեմ, որ նա տանը չի, դեռ ստաժիրովկայի է, ժողովուրդ, գնանք մտնենք եւ ես ձեզ ցույց տամ։ Իհարկե իր սենյակը ցույց չեմ տալու, ներող եղեք, որովհետև ամեն դեպքում նա չի սիրում այդպիսի բաներ, բայց սա իր գրադարանն է, հեսա շրջեմ կամերան։ Զգացիք ինչքան կամած սկսեցի խոսալ, որ մտա իր սենյակ, բայց իրականում ինքը այստեղ չի։ Ժողովուրդ, սա իր գրադարանն է, գրադարանի այդ շկաֆչիկը ես եմ իրեն համար գնել։ Այս բոլոր գրքերը, որ դուք տեսնում եք, դրանք պարզապես գրքեր չեն, դրանք իր կարդացած գրքերն են, ինքը կարդում է, նաև կա, կարծեմ, ճապոներենով էր, մի պահ ճապոներենով էր զբաղվում, եթե չեմ սխալվում, այստեղ ինչ-որ սենց գրքեր կա, մի խոսքով, իմ աղջիկա գրադարանն է ու ինքը այդ ամբողջ գրքերը կարդացել է, դա պարզապես գրքեր չեն, իրա ձեռքի աշխատանքն է ուզում ձեզ ցույց տալ, այս խոզուկը ինքը հենց ինքն է պատրաստել, հատուկ մատերիալ առել է, քանդակագործություն արել եւ լաքապատել է, նկարել է, այն ինչ որ ուզում էր եւ լաքապատել է, դա մեկ աշխատանք, այստեղ երկրորդն է, ես ասում եմ ինքը շատ է սիրում սև փիսիկ, չգիտեմ ինչի, որ չենք էլ ունեցել սև փիսիկ, սա իր երկրորդ աշխատանքն է, փիսիկը ծովում երևի թե լողում է, այստեղ ուներ ինքը բազմիցս, բայց չգիտեմ երևի թե կամ նվիրել է ինչ-որ մեկի, կամ նույնիսկ ստեղ որ նայում եմ, ստեղ ինչ-որ մի բան այլ ինքը սարկած եղել, որը որ պոկվել է, սա է պարզապես դրել, բայց սա ուղղակի գնաց է, սա իր ձեռքի աշխատանքը չի իհարկե, եւ այստեղ էլ ունի մի հատ էլ իր ձեռքի աշխատանքն է, էլի գեղեցիկ է, կլուբնիչկա է, ելակա, նստած, այստեղ նույնպես փիսիկա սև նկարած, մի խոսքով ոնց տեսնում եք, մեր նանիկը ոչ միայն շատ շուտով կլինի դիպլոմով հոգեբան, այլ նաև շատ զբաղմունքներ ունի, բացի որ զբաղվում է իր պրոֆեսիոնալ գործով, դասերով, նաև նա ունի այդպիսի հոբիներ, իհարկե իրեն չեմ կարողանում ցույց տամ, որտեղ չեմ կարողանում համոզեմ, նույնիսկ վլոգ անելուց եթե հանկարծ ինքը կողքս է լինում, մամա ասում է հո ես չեմ երևացել մեջը, հիմա այս երեխան էլ այդ ձևի է, չեմ կարողանում ցույց տամ եւ ուզում եմ նույնիսկ ասեմ, որ Ալոնան էլ ունի այդ ձեռքի շնորհքը, Ալոնայի մոտ էլ, հիմա Ալոնան Սամոյի սենյակում է, դասանում, եկեք դենամ կարամ մտնեմ ցույց տամ թե չէ։ Գործար դասերը սենյակում չի, միացրած է, բայց նա սենյակում չի, սա Ալոնայի դրոշը, փոքրիկը եղավ ռումտուր, հա, լույսը չեմ վառում, որ չհասկանա, որ ես ստեղ եմ, կոպցրել է, երևիդնա ժողովուրդ, եկեք լավ պոկեմ ցույց տամ, հետո տեղը կդնեմ, լույսի տակ պահենք, որ երևա, այսենց, սա էլ իր ձեռքի աշխատանքն է, բարխտից թելիկները, ծաղիկագործում, ինքը շատ ունի իրականում, բայց երևի նվիրել է, սարքել է, պատրաստել է, նվիրել է, և սա էլ է ինքը սարքել, նայք, այս մրգերը բաները, էսի չէ, բայց այս մրգերը հապալասը բան ինքն է պատրաստել, հատուկ խմոր է գնում է, ու սենց սարքել է մրգային ինչ-որ բան է, խոսքով, այս էլ Ալոնայի սենյակն է, ստեղ ինքը սովորում է ավտո քշել, որ հետագայում նայք սա դրոշ է հայկական,
որ հետագայում ավտոյի քննությունը հեշտությամբ հանձնի, որտեղ Սամոն ասեց, որ այդ ձևով երբ որ սովորում ես, շատ հեշտ քննությունը հանձնում ես։ Մի խոսքով շուտով կունենանք եւս մեկ շոֆեր մեր տանը։ Հիմա նորից պետքա մտածեք երրորդ մեքենա գնելու մասին։ Բադա կյանքա։ Ժողովուրդ, այս ծաղիկը ունեմ, այս ծաղիկը իրականում մեր սենյակում գետին էր դրված, բայց ժամանակավոր էր դրված, դրա համար այս ներքևի հատվածը ուղղակի մնա, հուսով եմ Նիկոն չի ուտի, Նիկոն մեր մեծ պիսիկն է, ժողովուրդ, եթե շխուր լինի, ներողեք, դրսում ենք, սրանք կդնեմ դուրսը, ուզում է իրականում կախեի ինչ-որ տեղ, բայց հələ որ հնարավորություն չկա, Արմեն ասեց, սպատը բիտոն է, ստեղ են կարամ ծակենք, բայց չեմ ուզում, որտեղ նամանդ որ գիտեմ հեսա սկսելու են այդ ռեմոնտային աշխատանքը եւ բալկոնի մեջ էլ են սկսելու ներկել, որտեղ պետք է սաղ մի գույնի լինի ամբողջ շենքը, դրա պատճառով շատ գլուխ չեմ ուզում տանեմ։ Երևի թե սենց կողքերով կդնեմ եւ երեկոյան երբ որ մենք այստեղ կնստենք, մոմերը կվառենք եւ եմ ասում ռոմանտիկ կանենք։ Թզուկին երևի թե կթողեմ, այս երկուսը այստեղից կհեռացնեմ եւ միգուցե դնեմ այսպես այս վաների կողքը, հետո ձեզ ցույց կտամ ներքևի հատվածը։ Այս մյուս ծաղիկից կարելի է այդ սրա մեջ էլ տնկել, այս սրա մեջ կարելի է ծաղիկ տնկել, որտեղ իրականում այս սրա մեջ առաջ ծաղիկ ա եղել, այնպես որ մենք դրանով հետո կզբաղվենք։ Հա, սելոֆանները եկեք հանեմ։ Առանց ձեզ չեմ հանել, Արմենին ասեցի, չէ, չենք հանել, սպասում ենք, երբ որ վլոգս անեմ, այդ ժամանակ էլ կհանեմ, այնպես որ դրա համար չեմ հանել, այստեղ գորտիկիս աշկը դուրս է թռել, երևի թե ձմերը ցուրտը տարել աշկը, բայց դե ոչինչ, ուպս, լիմատ գրեք ասեք, հատակը լավ է ստացվել, թե չէ, իրև չեմ կպցրել, չենք կպցրել, ու ինձ գրել էիք, որ կարող եք առանց կպցնելու և ես ձեզ լսեցի, Արմենին համոզեցի և իրոք ընթիր է ստացվում, նույնիսկ փոշեկուլով անցնելուց այտենց չի տեղաշարժվում, այնպես որ դուք իրավացի եք։ Սեղանը հիմա չեմ սրտում, որտեղ նախ անձևա ցուրտա դուրսը չենք նստելու, երկրորդն է ես եմ արսում։ Այսպես, շատ բան չեմ դնում սեղանին, որովհետև որ պարածք մնա մեր դեսերտին և իհարկե սուրճին։ Խոնավացել է, պատկերացնում եք, նիստ խոնավացել է։ Եկեք աթորը դնեմ ես կողմ, հանենք։ Սես ինձ բաներ կա, ես ինչի համար է, հա երևի որ հանգար պատի մոտ է դնում, պաշպանի պատից, հեսա ձեզ էլ ցույց տամ։ Մեկ վարկյան հանենք, սելոֆոնը պատել եմ, հետո, ոնց է հանեցի, չի էլ, զորով չի, եկեք ձեզ ցույց տամ, այս տեսնում եք, այստեղ սենց բաներ են գրել, երևի թե, որ եթե պատի մոտ եք դնում, պաշպանի, պատին բան չանի, էլի, բարձիկը այսպես կապում ենք ալխովին, սրանք իհարկե կտրել ա պետք, յորնիկն էլ ավրեմ հլը, հետո էսի մկրատով կկտրեմ, իհարկե, սենց հապուկ կլինի, Այս մեկը պատրաստ է ժողովուրդ։ Հեսա իմ ուսներ անեմ, խպեցի ինձ։ Ժողովուրդ, բալկոնից առայժմս այդքանով կվերջացնենք, որտեղ ասում եմ ցուրտ է, վաղը Արմենի ասելով տաք եղանակ է լինելու դեպ, բայց այսօր ցուրտ է, որ անկեղծ ասեմ, ուզում էի վաղը նկարեի, ձեզ ցույց տայի, տակ-տակ,
տակ, բայց ասեցի լավ, որ ժամանակս ներում է, բացի այսօր ցույց տամ։ Վերջ, եղավ։ Ժողովուրդ, դրեցի են ինչ-որ հնարավոր էր դնել, այս անցքը տեսնում եք, այս անցքը մեր կոնդիցիոների անցքն է, դրա համար չենք փակել, Արմենն արել, այսպես, սա մեր զոնան է, սուրճ խմելու, սա դրեցի այսպես գետինը, բույգի հետ, մնացածն էլ դե արդեն տեսակ, ցույց չտամ, սա մեր բալկոնն է, այնտեղ ցույց տվեցի ինչա, հատակը Ժողովուրդ, նես ցուրտ է դուսը, չես ուզում դրսում մնաս։ Երեք իրականում նապոլեոնել եմ պատրաստել։ Արագ ինչ-որ բան էի ուզում, որ ճիշտն ասեմ, եւ պատրաստեք։ Ապ, նապոլեոն եմ թխել։ Եկեք, համեցեք։ Նապոլեոն սարքեցի, ասեցի լավ, թեթևի մեջ կուտենք նապոլեոն։ Ժողովուրդ, ես էլ այսպես հիմա մի հատ սուրճ դնեմ, միասին սուրճ խմենք, մի փոքրիկ զրուցենք ու հետո երևի թե միգուցե, եթե հավեսս չփախնի, կպատրաստենք պաղպաղակը, իրականում սլիվկա ունեմ, իրականում մի քիչ մալինա ունեմ ու իրականում մի քիչ բանան ունեմ, ուզում եմ այդ սա խառնեմ ու սարքեմ տնական սրտիկ մարոժնիներ հատիկներով, որ ճիշտն ասեմ ուզում էի թաթախեի նույնիսկ շոկոլադի մեջ, բայց պարզվեց, որ մեր շոկոլադներից մենակ սպիտակն է մնացել։ Ես շոկոլադ չունեմ կարիճնիվի, դրա իսկ պատճառով կլինեն սրտիկները առանց պատումի, բայց դե ոչինչ, տենց էլ կարա լինի, չէ՞։ Ժողովուրդ, իրականում ժամին նայեցի ու հասկացա, որ Արմենի գալուն մնացել է մոտավորապես մի կես ժամ ժամանակ, իսկ ես սիրում եմ, երբ որ Արմենը գալիս է տուն, կարելի ասել հիմնականում իրանով եմ զբաղվում, հաց դնել, հավաքել, սուրճ եփել, միասին սուրճ խմել, օրվա կատարված իրար հետ քննարկել, մենք միասին շատ ենք զրուցում իրականում, ես թե իմ աշխատանքի տեղը են, ինչ որ կատարվում է, գալիս եմ տուն պատմում եմ իրան, ինչ որ իր հետ օրվա ընթացքում կատարվում, ինքն է գալի ինձ պատմում, ոնց որ Դրա այս պատճառով ասեցի, եթե ես հիմա սկսեցի մորոժնի պատրաստել եւ այս կողմեն կողմ ժամանակը շատ կգնա ու կարելի ասել իրան անտեսելու եմ գալու է հացը ուտի, սուրճը խմենք ու արագ վազեմ խոհանոց, որպեսզի պատրաստենք։ Դրա համար դա կլինի հաջորդ վլոգում խոստանում եմ։ Ուզում էի ասել շատ շնորհակալություն նախորդ հոլովակի տակ ձեր անչափ ջերմ հաճելի կոմենտարիաների համար 100-ից եւ ավել կոմենտարիա էր, թե ինչքան եք հավանել մեր մթնոլորտը հայկական Լիոն քաղաքում, ինչպես ենք մենք նշել ծնունդը, ինչ լավ քեֆ ենք արել, շատ գրել եք նաեւ, որ մի քանի հոգի գրել են, որ մի քանի անգամ եք նայել հոլովակը, շատ շնորհակալ եմ։ Իրականում անկեղծ ասած, մի քիչ կամուկացի մեջ էի գցել, թե չգցել, որովհետեւ ոնց որ նենց ստացվեր, որ դա վլոգ չէր, ծնունդի ինչ որ նկարահան էր, բայց դրա միջոցով ուզում էի իրոք եւս մեկ անգամ փոխանցել մեր մթնոլորտը, մեր հարազատների հետ, ինչպես ենք մենք ժամանակ անցկացնում եւ ինչու ոչ դա էր մեկ օր էր մեր կյանքից, որ ես կիսվեցի ձեզ հետ, քանի որ միշտ կիսվում եմ ինչ որ մի օրվա ընթացքով, հա, դրա համար ասեցի լավ, դե այդ օրն էլ այդպես է եւ շատ հաճելի օր է, ինչու՞ չկիսվել մեր հարազատների հետ։ Այնտեղ եթե նկատել եք շատ տեղեր երաժշտությունը փոփոխված էր, որովհետեւ YouTube-ը թույլ չէր տալիս իրական մեր հայկական երգերը տեղադրել, քանի որ տալիս է ոնց որ փակում է, մի խոսքով այդպես ասեմ, երևի թե ավելի ճիշտ կլինի, ով YouTube ունի կհասկանա, ով YouTube չունի, իմաստ չունի, որ խորանա դրա մեջ, որովհետեւ դա ձեզ ոչինչ չի տա, հա։ Այսպես, այնտեղ հանդիպեցի իմ բաժանորդին, ով որ ինձ դիտում է եւ անչափ շատ ուրախ էի իր փոքրիկ դստրիկի հետ, որը որ դուք հոլովակում տեսել եք ինչպես էր պարում, ուրախանում եւ իմ համար շատ հաճելի էր։ Նաեւ մեկ ուրիշ աղջիկ ասեց, որ իր մայրիկն է Իսպանիայից ինձ դիտում, ասում եմ գնացել էի Իսպանիա, մամաս ասում է, գիտես, մի վլոգեր կա ձեր Լիոն քաղաքից, նայում եմ, ասում եմ միացնում է, որ ինձ ցույց տա, տեսնում եմ դու ես։
Դա էլ էր ինձ շատ հաճելի, նաև ես հասկանում եմ, որ իրոք գնալով ձեր թիվը աճում է, շատանում է, շատ ուրախ եմ, որ մենք հավաքվել ենք մեր սիրո տանիքում։ Ժողովուրդ ջան, իրականում ծննդյան այդ հոլովակի ոչ բոլոր կադրերն անկել վլոգի մեջ, մի քիչ պատահապամբ, մի քիչ դիտավորյալ, այնտեղ կային շատ լավ հատվածներ, որը որ ցավոք սրտի աչքիցս վրիպել է ու չի գնացել վլոգի մեջ, մի քիչ տխրեցի, որ ճիշտն ասեմ, բայց դե ոչինչ, այդպես էլ է լինում։ Հա, ուրիշ ինչ ուզում ասեի, գրել էիք, որ շատ լավ մինչև վերջ, սկզբից մինչև վերջ պարել ուրախացել եմ եւ ինձ հետ երբեք տխուր չի լինում։ Այո, ինձ հետ երբեք տխուր չի լինում եւ այո, ես պարելու շատ մեծ սիրահար եմ։ Ու հերիքա հելա տեղիցս էլ նստել չկա ժողովուրդ, Արմենն էլ ճիշտ է իմ հետ չի կարա մրցի, ինքը տենց ձիչ ունի, որ ինձ հետ մրցի, բայց ժամանակ առ ժամանակ գալիս էր մի երկու պար մեր հետ պարում էր եւ նստում էր, իրոք ես այդ կողմից որ ասում եմ ինչե վերջի շունչը նվիրում եմ ինձ պարին, ինչ է ուզում ուրիշ ասեի, բայց իրականում որ չեք հավատա, բայց ես այնքան վատ էի մեքենա նստելուց, որ նստեցի, որ գտանք արդեն ծնունդը նշելու, շատ վատ էի, չգիտեմ ինչի, սենց կերածս լավ չէի մարսել, չգիտեմ, չեմ կարող բացատրել, ես էլ որ ընդհանրապես ծնունդ գնունք հարսանիք եմ գնում, մինչև տանը հաց չուտեմ, տանից դուրս չեմ գալիս եւ մերոնց էլ միշտ կերակրում եմ, նոր ենք տանից գնում, դες տարօրինակ ընտանիք ունենք մենք, ես սիրում եմ կուրտ փորով գնալ ուր որ գնում եմ, որ նես տպավորություն իմ մեջ չլինի, որ ես գնում եմ ինչ-որտեղ ուտելու համար, այ գնում եմ զուտ այդ տվյալ մարդու համար եւ իհարկե լավ ժամանակ անցկացնելու համար։ Մարիանան գիտի, միշտ ասում է դեսերն են կերած խմած արդեն գալիս է եւ իրոք կերել խմել էինք, նոր գնացել էինք, պարզվեց, որ լավ չեմ։ Իրոք շատ վատ էի, ես էլ ինքս ինձանով կոկա-կոլա չեմ խմում, շատ տարիներ արդեն կոկա-կոլա ես չեմ խմում, մեքենայի մեջ Արմենն ասեց հասնենք տեղ կոկա-կոլա խմի, միգուցե օգնի ու իրոք հասել եմ տեղ, առաջինը ինչ եմ ասել, աղջիկներին ինձ կոկա-կոլա բերեք լցրեք, ի խոսքով դրանից հետո արդեն կամաց-կամաց սկսեցի ինձ լավ զգալ, ճիշտ է, փորձեցի շատ չուտել դրանից հետո, որ հանգարց ծանրություն չզգամ, բայց քեֆը արտակարգ անցավ, ինչպես որ միշտ ժողովուրդ, այդտեղ ես չգիտեմ, ինչ քեֆ որ անցկացրել ենք մենք, մթնոլորտը արտակարգ է, շատ հավես է անցնում։ Այսպես, ուրիշ ինչ էի ուզում ձեզ հետ խոսայի, տենց երևի թե ավել պակաս բան չունեմ ձեզ հետ խոսալու, պատմելու եւ միգուցե այս շաբաթվա մեջ ուղիղ եթեր մի հատ կազմակերպեմ, փորձնական, ուզում եմ մի հատ մտնեմ ուղիղ եթեր, տեսնեմ ոնց եմ կարողանում ես այդ ուղիղ եթերը ընթացքը բռնեմ, հա։ Եթե ստացվեց, հաճախակի կանենք, եթե ոչ, ապա ոչինչ, դա էլ կլինի մի հատ փորձ։ Ուրիշ ուզում եմ հիշեմ ինչ կա, որ ես ձեզ կուզենայի հիշել, պատմել, այդպես յուրահատուկ ոչինչ չկա ժողովուրդ, որ ես ձեզ հետ կիսվեմ, դրա իսկ պատճառով երևի թե շողը ձեր գլուխը չտանեմ, հա, մեկ էլ հարցնում եք երաժշտության բաղ, ժողովուրդ ջան, ես այդ էջը, որտեղից վերցնում եմ տարբերաբար, հա, երաժշտություն եւ տեղադրում եմ իմ վլոգներում, այդ էջը կթողեմ վիդեոյի կոմենտարիաների հատվածում, եթե ուզում եք մտեք ձեր ուզած ցանկացած երգը գտեք, լավ, որովհետև շատ եք հարցնում ու ամեն մեկիդ անհատական սիլկան ուղարկելը ժամանակատար է մի քիչ, որ անկեղծ ասեմ, դրա համար մեկ անգամ կտեղադրեմ իմ վիդեոյի տակը, իմ կոմենտարիան, որ տեսնեք, իմացեք, որ դա հենց այդ սիլկան է։ Մեկ էլ մի բան եմ ուզում հարցնել, հիմա YouTube-ը թազա չի երևի, թե ինչքան որոշ ժամանակ այդ ֆունկցիան կա, ուղղակի ես մեկ անգամ եմ կիրառել կոմենտարիաներին պատասխանել ձայնայինով։ Ուզում եմ գրեք, արդյոք դուք մի քանի հոգու պատասխանել եմ ձայնայինով, արդյոք դուք ստանում եք իմ ձայնային կոմենտարիաները, ոնց որ ես ուղարկում եմ, եւ արդյոք ձեզ այդպես դուր է գալիս, անեմ մեկու մեջ, թե ոչ։ Ուրիշ այնտեղ հարց ու պատասխաններ պետք է մշակեմ, տեսնեմ ինչ ունեք գրած, վաղուց շատ կոմենտարիաների որով չեմ անցել, որ ճիշտն ասեմ, կնայեմ եւ իհարկե կպատասխանեմ։ Այսքանով երևի թե այսօրվա վլոգը ես ավարտեմ, ստացվեց մի քիչ փոքրիկ,
մի քիչ տակուկ, ընտանեկան, տնական, մենակ Սերինեի հետ, քանի որ Արմենը գործի է, Նանիկս ուրիշ քաղաքում է, հա, իդեպ հարցնում էիք բնությունը, որ վլոգում տեսել էիք, ասում եք հայկական բնության նման է, որտեղ է, օտվիլ էինք տանում, մեր աղջկան, եթե բան լինի, հասցեն կուղարկեմ, էլի կգրեմ կոմենտարիաների հատվածում, այդ ճանապարհին գնալուց այդ բնությունը կար, այդպես, հա, ուրիշ ինձ թվում է այդպիսի հատուկ բան չկա, ձեզ ասելու սիրելիներս, եւս մեկ անգամ շնորհակալություն, որ դիտում եք, եւս մեկ անգամ շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք, դուք օրի ավելի եւ ավելի եք միանում իմ էջին, իմ ընտանիքին, ինձ թվում է, որ գոնե մի քիչ ձեր առօրյան, ձեզ առօրյայից կտրում եմ, մտցնում եմ մեր առօրյա, այսպես, ինչպես միշտ պաչիկ, լավ մնացեք։ Սիրելիներս մի փոքրիկ գովազդ իմ ալիքում, գիտեմ որ սովոր չեք, բայց ինձ թվում է ինձ սիրելով անպայման կդիտեք ու անպայման եթե հնարավորինս լինի կաջակցեք։ Դե ինչ, գիտեք շատ լավ որ Սերինը սիրում է մեր հայրենակիցներին աջակցել, ովքեր գտնվում են հայրենիքից հեռու, հայրենիքից դուրս։ Դե ինչ, այսօր ուզում եմ խոսել մի նորաբաց խանութի մասին, որը գտնվում է Նիմ քաղաքում եւ իհարկե մեզ ներկայացնում է բազմաթիվ ապրանքանիշեր հայկական, ռուսական եւ եվրոպական։ Սիրելիներս խանութը նոր է բացվել մեր հայրենակիցների կողմից եւ եթե մենք լավ հայ լինելով կարող ենք աջակցել մի փոքրիկ գնումով, ապա ինչու ոչ։ Դե ինչ, հասցենք թողեմ ներքևի հատվածում, եթե դուք ապրում եք մոտակայքում կամ ինչու ոչ հենց Նիմ քաղաքում, կխնդրեի այցելել եւ աջակցել, որպեսզի մեր հայրենակիցների բիզնեսը ծաղկի եւ բարգավաճի։ Եթե ուզում եք մեկս մյուսից թերթիկունք լինել, ապա դա ճիշտ ժամանակն է, չէ որ մեկս մյուսից օգնելով մենք ավելի հզորանում ենք եւ ուժեղանում ենք։ Եվ մի խնդրանք է, երբ որ գնաք այդ խանութ, գնումներ կատարելիս շատ կխնդրեի, որ ասեք, որ Սերինեի հոլովակից եք ճանաչել եւ եկել։ Դա պարզապես ինձ համար մի բոնուս է, որը ինձ հաճելի կլինի իմանալ, որ իմ գործը իզուր չէ։ Շատ շնորհակալ եմ։ Ինչ, սպասել եմ, որ գնանք։ Սիրելիներս, գիտեք ինչ նորությունով եմ եկել ես այսօր ձեզ մոտ, դե ինչ ժողովուրդ, դուք Մերինեին ճանաչում եք, բազմաթիվ անգամ խոսացել եմ, բազմաթիվ անգամ ասել եմ, որ նա ուղղակի հրաշք է, թե իր գործունեությամբ, թե ընդհանրապես մարդ տեսակով, եւ եւս մեկ անգամ նա որոշել է մեզ պարգևի լիաթոք ծիծաղով երեկո, կոնկրետ մայիսի 5-ին Լիոն քաղաքում։ Սիրելիներս, եթե ապրում եք Լիոնում կամ Լիոնի մոտակայքում, ամսի 5-ին հանդիպում ենք ֆիլմ դիտելու։ Դե ինչ, թողում եմ Մերինեին իր խոսքը ասի։ Սպասեք, տեղ չգնաք, կարևոր բան ունեմ ասելու։ Սիրով ուզում եմ ձեզ բոլորի տեղեկացնել, որ կրկին փորձիր գեղարվեստական, երգիծական, գարնանային, գունեղ, համով հոտով ֆիլմը կլինի նաև Լիոնում մայիսի 5-ին 20:00-ին եւ ունենք նաև հատուկ հյուր Գարիկ Պապոյանը եւ Մարիաննա Վարդանյանը կանեն մեր ցուցադրության բացումը, այնպես որ շտապ եք ամրագրել ձեր տոմսերը, իսկ ես շտապում եմ գնել իմ տոմսերը, կհանդիպենք Բրինյայում։